Մենք արդեն երգում ենք։ Գիտեք ինչու ենք երգում։ Որովհետև քաղցած ենք։ Իսկ երբ մարդ քաղցած է, Երգում է։ դե տարբեր ձև է, ամեն մեկի մոտ տարբեր ձև է դա այսպես բնորոշվում կամ վերարտադրվում, դրսևորվում, ես պայտակ սկսեցի երգել, որովհետև տխուր էի, քաղցած էի, այդպես։ Իսկ ես երբ քաղցած եմ լինում, սկսում եմ լռել եւ ինձ լավ չեմ զգում, Ինա ուշքի արի, Ինա։ Անուշ, խնդրում եմ։ Անուշ, բարի լույս, Անուշ, թրքի Ինայի կորստում ենք։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Հիմա շատ հագեցնող, ամառային եւ շատ համեղ օգտակար թեթև աղցանկը պատրաստենք եւ ամեն ինչ կընկնի իր տեղը, ինչպես ասում են։ Կփրկենք Ինային։ Այո։ Փրկեք ինձ, ինչով եք պատրաստվում ինձ այսօր փրկել։ Մենք մեր գլխավոր բաղադրիչը սագախոտն է, ծովախեց գետինը, նարինջ, միքս աղցան, նեխուրով եւ տարբեր հիմա թանձրուկի համար կասեմ թե ինչ է անհրաժեշտ, բայց այս բաղադրիչներով աղցանք կստանանք։ Ես արդեն Ֆանտաստիկ։ Ծովախեց գետնով, կինոայով։ Ծովախեց գետին։ Նեխուրով։ Նարինջ, նեխուրը ոչ։ Նեխուր չես սիրում։ Չէ։ Ինչու։ Գիտես ինչ օգտակար է։ Ես հիմա սկսեցի մտածել, գուցե չկտրենք նեխուր։ Իհարկե կտրեք, իհարկե պետք չէ շեղվել օրակարգից իմ պատճառով, ես գեղեցիկ ձևով միշտ ծոխերը եւ նեխուրները առանձնացնում եմ։ Նեխուրը իրականում շատ հետաքրքիր համ է տալիս, մենք մի քիչ կկտրենք այսօր։ Իսկ սխտոր սիրում ես։ Այո, շատ փոքր ժամանակ սև հացին քսում էինք սխտորը, մի քիչ աղ էինք անում եւ դա իմ ամենասիրելի դելիկատեսն էր։ Ապրես, բայց մի դելիկատես նույնպես Իսկ հիմա ջեռոցում դրված սխտորն են այդպես անում եւ հիասքանչ է ուղակի մի փոքր ձիթայուղով, ուղակի ու աղ, սև պղպեղ եւ դնում ես ջեռոց։ Այո։ մի դելիկատես նույնպես սովորել եմ։ Որը Վերջերս արետ ունեցա, ասում էր մոռացել էի, հետո միասին էինք, ինքը պատրաստեց ռեհանի տերևով, լիմոն ու աղ։ Աղ չէր։ Լիմոն, աղ էլ արեցիր։ Այո։ Հա, ես տենց, գիտես, տենց, լավ աղջիկ է մի բան ասում է, սենց էի մոտենում, էլի, անլուրջ էի մոտենում, ռեհան, լիմոն, դա ինչ դելիկում։ Անուշ, գիտես ինչ համեղ էր։ պետք է փորձել մյուս անգամ։ Անպայման պետք է փորձել։ Դե դա պետք է այսպես հավաքույցների ժամանակ անել։ Կարելի է տանել փորձել, մինչև հավաքույթի ժամանակ գալ ու հավաքույթներին։ Կարելի մեր տաղավարում փորձել։ Շատ լավ, մի օր Վայ, կփորձենք։ չեմ հավատում, իսկապես չեմ հավատում, որ ուտելիքի հետ կապված ինձ եւս մի կոմպլիմենտ հասավ այս աշխարհում։ Դեկոս ռեալի ու կիտրոնի տես։ Բայց շատ հավեղ է, անպայման դուք էլ փորձեք սիրուներես։ Դա ինձ Ինչից ենք խորհրդատվել սկսում։ իմ ընկերներից մեկը, այո։ Մենք արևածաղկի յուղ այստեղ ավելացրեցինք, մի փոքր կարակ։ Հիմա սխտոր կդնենք, երկու մասի եմ բաժանել, որպեսզի ուղղակի սխտորը համեմվի յուղի մեջ եւ հետո մենք կհանենք։ Եւ պետք է այսպիսով տապակենք ծովախեց գետինը։ Քիչ առաջ պարոն Մամուլյանն էր այստեղ։ Այո։ Եվ խոսում էինք, թե ընդհանրապես ծովախեց գետինն ինչպես պետք է տապակել, ինչ համեմունքներով, ասում էր, որ ամենադասական տարբերակը հենց սխտորն է, որովհետև իրականում քանի որ թաղանթը այնպիսին է, որ շատ թույլ չի տալիս ոչինչ կլանել, աղ, պղպեղ եւ սխտոր ու վերջ։ Ինչ անուշ հոտ է գալիս, անուշ։ Սխտորի բույրը արդեն տարածվեց։ Վախ։ Մենք հիմա այսպես Իսկ այս աղցանը որ կողմի աղցաններից է։ Ասիական, եվրոպական։ Ինկերի կայսրությունից է գալիս։ Սա մեր Ացտեկների, ինկերի։ իրականում սա մեր խոհարարներից եմ սովորել եւ պատրաստել ենք ու այդպես սկսել եմ ես ինքս պատրաստել հաճախ։ Բայց ինան պատահական չհիշեց ինկերներին, ասլեկներին։ Այո, Ինչու հիշեցի իրականում ինկերներին։ քինոայից հիշեցի, սագախոտից, հայկական անվանումն ինձ շատ է դուր գալիս։ Սագախոտը ինկերի կայսրությունում դեռևս գիտեք համարվում էր սուրբ բույս։ Ինչու։ Ինք ծանոթ չունեմ, չգիտեմ։ Այդ մեկը չէին ասել, հա։ Բայց Հասմիկը գրել էր այստեղ։
Գրել Արի է։ կարդանք։ Արի կարդանք։ Ինչ ինֆորմացիա ունենք մենք սագախոտի մասին։ Որովհետև նրա մեջ 9 էական ամինաթթուներն են պարունակում։ Նա իր մեջ շատ օգտակար է։ Նույնիսկ NASA-ն կինոան իդեալական մթերք է անվանել տիեզերական երկարատև թռիչքների համար, այն պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր 9 էական ամինաթթուները, ինչը հազվադեպ է պատահում բուսական աշխարհում։ 9 էական ամինաթթուներ ինկերի կայսրությունում։ Այո, հիմա Բայց թե ինկերի ինչու է կայսրություն։ սուրբ համարվել, պատճառը չիմացանք։ Որովհետև նա փրկել է սովից, յուրաքանչյուրի տանը վստահաբար եղել են կինոա կամ սագախոտ, ինչպես դու ես սիրում ասել, եւ բավականին շատ ծանր եւ հուսով եմ, էլի դրամաբանում եմ ընդհանրապես այդպես փիլիսոփայում, հիմա խելացի տեղ եմ ինձ դրել։ Այնուամենայնիվ, փաստը մնում է Փրկել է շատ փաստ, որ մարդկանց։ ինկերը համարում էին հացահատիկների մայր կինոան, որովհետև երևի դա բխում է նաև նրանից, որ կինոան կարողանում է գոյատևել, աճել ցանկացած բնական պայմաններում, նույնիսկ 4000 մետր բարձրության վրա, չէ՞ Անուշ։ Այո, նույնիսկ այստեղ կային, հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ կար սագախոտի արտեր այստեղ։ Իսկ գիտեք, որ թռչունները չեն կարողանում գալ եւ կցահարել կամ ուտել, վնասել այդ բույսը, ինչու։ Սովորաբար նրանք բոլոր տեսակի հացահատիկների վրա հարձակումներ են անում։ Ուտում են բացի սագախոտից։ Այո, Իսկ որովհետեւ սագը չի ուտում սագախոտ։ դժվար։ Ինչու։ Որովհետեւ նրա պատված է սապոնիով, հունարեն դա նշանակում է օճառ, այդ դար համը նրանց վանում է։ Դրա համար նրանք կինոային անլուրջ են վերաբերվում։ Գնում են ծորենի, գարու, նմանատիպ հացահատիկների կողմ ավելի շատ։ Իմիջայլոց մենք նույնիսկ անվանումն ենք սխալ ասում, կարծես թե, որովհետև կինոան ստուգաբանության մեջ բացվում է որպես կինվա, ոչ թե կինոա։ V Կինոա։ Քինվա։ 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 Սագախոտն ավելի լավ է։ Սագախոտը վստահաբար ավելի լավ է եւ գեղեցիկ։ Գեղեցիկ է հնչում, չէ՞։ Անուշ, դու մենք տարվել ենք սագախոտով, բայց դու շատ sense ակտիվ։ Ես էլ տարվել եմ իմ գործով եւ արդեն պատրաստ է ծովախետ Ինչ արեցիր ես ընթացքում։ Ավելացրեցինք սագախոտը, մի փոքր նեխուր եւ միքս աղցանը ու հիմա նարինջը կկտրենք։ Եվ մանր կկտրենք միջուկը։ Ես պատկերացնում եմ աղցանը ինչ համեղ է լինելու։ Այո։ Իսկապես շատ համեղ է։ Նարինջել ես, չէ՞ սիրում։ Այո։ Բոլոր բաղադրիչների սիրահարն եմ, բացի իհարկե նեխուրից, փոքրինչ, բայց անելի է։ Հետաքրքիր է, մենք հայերս երբ բանից ենք սագախոտը սկսել օգտագործել մեր առօրյայում։ Ես արդեն քանի տարի առաջ, մոտավորապես 7 տարի առաջ նկարեցի մի հայրենադարձ աղջկա, ով եկել էր 7-8 նույնիսկ։ Եվ այստեղ սագախոտի արտեր էր հիմնել։ Այնպես որ Չէ, դա մեր ժամանակներից այդ ժամանակվանից, դրանից առաջ շատ նոր էր մեր եւ պապերի նկատ ունեմ, դեպի ավելի շատ պատմական էսպես։ Ես չեմ հիշում, որ մենք նախկինում ենք բլղուր ենք օգտագործել միշտ։ Հիմա օրինակ շատ հաճախ ասում ենք, որ երբ որ նոր էր սագախոտը օգտագործում խոհանոցում, հաճախ ասում ենք կարող եք փոխարինել օրինակ բլղուրով, որովհետեւ շատերը դեռ տեղյակ չէին։ Իսկ հիմա բոլոր խանութներում կան եւ բոլոր տանտիրուհիները տեղյակ են արդեն։ Բա։ Հիմա նարինջը կկտրենք, մի քիչ այսպիսի մեծ կտորների կվերածենք, Քաղցր մի քիչ աղի աղցան է ստացվելու։ ինչպես։ Քաղցր ու աղի ինչ որ Այո, այո։ Եվ հետո մենք այստեղ ունենք թանձրուկ, որ պետք է սոյայի սոուսով և մեղրով պատրաստենք։ Սոյա, մեղր։ Այո։ Եվ մենք այստեղ ունենք գոջի հատապտուղներ, գոջի, լսել եք։ Գոջի։
Դա էլ ավելի նոր է խոհանոցում։ Վերջերս այդ չեմ հիշում, ով էր Այո, խոհարարն Սարգիսն էր, հա, Գոջի անվանում։ Դա ինչ է։ Գոջի։ Դա հենց այս հատապտուղն է։ Հատապտուղը, որը հիմա այստեղ չոր վիճակում է, բայց եւ թարմ են ուտում եւ չոր։ Մեղր։ Հիմա մեղրով մենք թանձրուկ կպատրաստենք։ Օ, հասկացա։ Մեղր, սոյայի սոուս։ Համադրությունների հակադրությունների համադրում է։ Մեղրը եւ սոյայի սոուսը։ Աղին եւ քաղցրը։ Եվ կավելացնենք, խառնենք աղցանին։ Ու մեր աղցանը պատրաստ է։ Այսքան արագ։ Այո։ Եվ ծովախեց գետինը։ Հենց այդպես կարելի է լցնել։ Այո, արդեն պատրաստ է։ Դե նկատում Նույնիսկ եք մի ալեր փոքր էլ ավել։ կտրել իրան մեջտեղից։ Ոչ։ Շատ օգտակար համեղ աղցան ստացվեց։ Այո։ Հուսով ենք ինային կփրկենք։ Կփրկվես այդ աղցանով։ Խնդրում եմ դու խոսիր, ես լուր եմ լինելու այնքան ժամանակ, մինչև չճաշակեմ այն գեղատեսիլ։ Թե կծու երշիկել ես ուզելու։ Չէ՞։ Մենակ սա, թե կծու երշիկել։ Դե որպես նախաճաշ կարող ենք դիտարկել այս աղցանը, բավականին օգտակար եւ հետաքրքիր։ Մենք անամփեր ենք իրականում, բայց ինչը ֆիքսեցի, որ շատ արագ է պատրաստվում։ Վստահ եմ, Իհարկե, սա եւ տոնական, ուզում եք զարմացնել, կարող եք այս աղցանը ձեր հյուրերի համար պատրաստել։ սա եւ տոնական ցեղանի համար է շատ հարմար եւ ընդհանրապես ամենօրյա աղցան, որպես կարելի է պատրաստել եւ Ավելացրեք գոճին։ Գոճի, գոջի, գոջի։ Գոջի։ Այո։ Իրականում կարող Հիշում են ես դրա Սարգիսը փոխարեն նաեւ պատմել, նուր ասել, ավելացնել։ Բոլորը սպասում են, որ պետք է հեսա, խոզի գոճի բերենք։ ոզի գոջի բերեն։ Թե մենք միասին չենք եթերում։ Մենք միասին չէինք եթերում, Ռուբեն։ Եվ վերջում տեսեք, եւ գույն է տալիս, եւ թթվաշություն կտա։ Վերջ, այսքանը անուշ լինի, եկեք համտեսեք։ Սիրով։